Բարեձեզ Factor TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է, բարեձեզ Տիկին Ղազարյան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը ժամանում է Հայաստանի Հանրապետություն, որն է այցի օրակարգը ընդհանրապես եւ ինչ է ակնկալում Հայաստանի իշխանությունը ԱՄՆ փոխնախագահի այս այցից։ Նախ այցի օրակարգը ուրվագծվել է դեռևս օգոստոսին Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ։ Դուք գիտեք, որ բացի երակոմ ստորագրված խաղաղության տեքստից, այսինքն նախաստորագրված նաև խաղաղության պայմանագրից եղել են երկկողմ բանակցված փաստաթղթեր, որոնք թերևս հրապարակային են եղել եւ բոլորին տեսանելի եւ հայտնի, օրակարգային, եթե այսպես հստակ ավելի, դրանք իհարկե TRIP նախագծի շուրջ ձեռք բերված քաղաքական պայմանավորվածությունների շուրջ հետագա բանակցությունն են, ավելի դետալների շուրջ պայմանավորվածություններ, ինչպես նաև գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն տևական ժամանակ քննարկում է մոդուլային էներգետիկ կայանների կառուցման վերաբերյալ եւ դրա շուրջ իհարկե մենք շարունակել ենք քննարկումները, թերևս ավելի մանրամասն արտաքին գործերի նախարարությունը կզեկուցի հանդիպումներից հետո, երբ որ համատեղ հայտարարության տեքստը հասանելի կլինի։ Բայց նաև չեն դադարում այն քննադատությունը ընդդիմության կողմից, որ ԱՄՆ-ին Հայաստանը միջանց տվեց, որ պարոն Քոչարյանը ավելի է սրում ԱՄՆ-ի այս Թրամփի ուղի նախագիծը սպառնալիքն է, ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի Հանրապետությանը, որ միտքային էր, որ Իրանի սահմանեն գալիս ձեր ձեռամբ ամերիկացիները եւ իսրայելցիք, մի խոսքով կառավարությունը ոնց է երաշխավորում, որ այդպես չի լինել։ Շատ լավ, նախ եւ առաջ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ TRIP նախագիծը առհասարակ արտացոլանք է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված խաղաղության խաչմերուկի։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգային երաշխիքներից մեկը տեսնում է ապաշրջափակման մեջ։ Այսինքն ոչ թե լինել ոսկոր կոկորդին, այլ լինել, այսպես ասած, կապուղի, տարբեր ֆինանսական հոսքերի, որոնք իրենք էլ իրենց հերթին հետաքրքրված կլինեն տարածաշրջանում կայունության ապահովմամբ։ Եվ այստեղ կարևոր է, որ Միացյալ Նահանգները գնահատել են խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ դրա վրա կառուցել TRIP մեծ պրոյեկտը, որը ըստ էության ոչ միայն ենթակառուցվածքների ապաշրջափակում նկատի ունենալ, ոչ միայն ճանապարհ կամ ուրեմն գնացքի ճանապարհ է ենթադրում իրենից, այլ շատ դրանից անդին էներգետիկ կապուղիներ, այսինքն հոսանքալարեր, ուրեմն գազատար խողովակներ, որոնք ըստ էության կրկին մենք դիտարկում ենք որպես հավելյալ երաշխիք, այսինքն ես կարող եմ պնդել, որ Ռոբերտ Քոչարյանի ասածը ուղիղ հակառակն է նրան, ինչ իրականում տեղի է ունենում։ Զարմացած եմ արդյոք ես, որ Ռոբերտ Քոչարյանը խաբում է, ոչ, ունեմ արդյոք պատասխան ինչ է անում Ռոբերտ Քոչարյանը, միանշանակ 21 թվականից Ռոբերտ Քոչարյանը փորձում է վախի մթնոլորտում քաղաքական կապիտալ կուտակել։ Չի հաջողելու, որովհետև մենք մեր քաղաքացիների հետ առավել քան թափանցիկ ու բաց ենք, ցանկացած ձեռք բերված համաձայնություն հրապարակվում է եւ մեր քաղաքացիները քաղաքական մեկնաբանությունից անդին կարող են ծանոթանալ փաստաթղթերի։ Ռոբերտ Քոչարյանի թիմից այսօր մենք ունենք հյուր, ես այս հարցը իհարկե նրանց էլ կտամ, բայց դուք որպես կառավարություն ոնց եք երաշխավորում, որ Թրամփի ուղով չենք թրքանում կամ Իրանը պատերազմ չի սկսի Հայաստանում։ Ուղիղ հակառակը Թրամփի ուղով մենք ամրապնդում ենք մեր սուվերեն դիրքերը տարածաշրջանում եւ սա ուղղակի ամպագորգոր հայտարարություն չէ, էլի բացատրեմ ինչպես։ Նախ եւ առաջ շատ կարեւոր է, որ պետությունը ունենա ապաշրջափակված ենթակառուցվածքներ իր բոլոր հարևանների հետ, որպեսզի երբևէ իրեն կախվածության մեջ չդնի մեկ երթուղուց։ Երկրորդը, TRIP նախագծով եւ այն քաղաքական հայտարարությամբ, որը կրկին հրապարակվել է, նկարագրվում է, թե ինչպես ենք մենք վերահսկելու մեր սահմանները, իրացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մեզ տրված բոլոր լիազորությունները։ Այսինքն մաքսատուրքերը մենք ենք հավաքագրելու, ճանապարհի վրա անվտանգությունը մենք ենք ապահովելու եւ այս ամենը տեղի ունենալու ուշադրություն հայելային նաեւ Ադրբեջանի պարագայում, այսինքն սա նույնպես արձանագրված է մեր ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններում։ Իսկ այն պնդումները, որ շարունակվում են միջանցք են տալիս, միջանցք Դե գիտեք ինչ, ես հասկանում եմ, բայց իրականում ես հասկանում եմ եւ այն ինչ որ նկարագրում է ընդդիմությունը միջանցք ասվածը,
ենթադրում է սուվերենության անկում եւ ես նշեցի այստեղ որևէ սուվերեն գործառույթ մենք չենք զիջել։ Մենք իրականացնելու ենք ճանապարհի նկատմամբ ամբողջությամբ վերահսկողություն, հավաքելու ենք հարկեր, մաքսատուրքեր, ինչպես նաեւ ուրեմն Աստված մի արասե որևէ դժբախտ պատահարի ժամանակ մեր անվտանգությունն է գործելու անվտանգային համակարգը, մեր առողջապահական համակարգը, այսինքն այստեղ որևէ սուվերեն գործառույթի փոխզիջում կամ զիջում տեղի չի ունենալու, բայց ասեմ ավելին միամտություն է կարծել, որ TRIP-ը միայն այս ճանապարհն է, որը միավորելու է Ադրբեջանին իր Նախիջևանի հետ, որովհետև TRIP-ը շատ ավելի մեծ նախագիծ է, ինչպես ասեցի, ենթադրելու է նաև այլ ենթակառուցվածքների կառուցում, ապաշրջափակում եւ միամտություն է կարծել, թե ուրեմն Միացյալ Նահանգները պարզապես հետաքրքրված են այսպես Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև գործող երթուղով։ Հենց այդպես էլ հնչում է, որ Թրամփի ուղին այդ երկու հատվածներն է միայն Չէ, իհարկե, այսինքն կարծում եմ, որ Միացյալ Նահանգները այսպես իրենց ողջ թիմի աջակցությամբ պատրաստվում են ընդհանրապես երթուղի ապահովում, ոչ ակնհայտ է, որ TRIP նախագիծը իրենց ենթադրում է շատ ավելին եւ դրա համար էլ շատ ավելի կարեւոր է մեզ համար, քան կարող են դա գնահատել մեր ընդդիմադիր ուժերը։ Տեսեք, 2022 հատկապես Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայից հետո 22-23 թվականը, երբ որ ակնհայտորեն Հայաստանի արտաքին քաղաքականությունում գերխնդիր դրվեց դիվերսիֆիկացիան գործընկերների եւ արդեն փաստ էր ռուսական հուվանին չի աշխատում ես այն ժամանակ հիշում եմ որ կային ձայներ որ ԱՄՆ-ն Եմեն ընդհանրապես հետաքրքրված չեն Հայաստանի հետ հարաբերություններով մենք հեռու ենք մեզ բաժանում է մի հսկա գեղեցիկ օվկիանոս կամ որ ԱՄՆ-ն այս ռեգիոնում անելիք չունի, չի վիճարկի, ասենք, գործող խաղացողներին կամ իր ռեգիոնալ քաղաքականությունը վարում է Թուրքիայի միջոցով, եթե մենք ԱՄՆ-ի հետ խոսում ենք, ուրեմն թրքանալու ենք, Թուրքիայի հովանու տակ ենք մտնելու եւ այլն։ Այնչու Հայաստանի իշխանությունը ամեն դեպքում այս նարատիվներին չհավատաց։ Նախ եւ առաջ մենք ունենք մեր առաջ շատ վառօրինակ ԵՄ դիտորդական առաքելության օրինակով, երբ որ վտանգն այնքան հսկայական էր, որ եւ ռազմավարական գործընկերն ըստ էության չէր իրականացնում իր պայմանագրային պարտականությունները, որ այսպես նկարագրած օվկիանոսի ցանկում, պարզավոր ԵՄ-ի մասով չեն ասում օվկիանոսի ցանկում, սա հավաքական, հա, բայց կերպար եկեք պատկերացնենք։ Հեռու են, այո, հեռու գտնվող մեր գործընկերները հասան եւ դիտորդական առաքելությունը ըստ էության ոչ միայն ապահովեց տարածաշրջանում կայունությունը, այլ նաև ես պնդում եմ, որ նա միջավայր ստեղծեց այս կայունության, որպեսզի երկու կողմերը Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան երկխոսել, որտեղ եկեք ընդունենք, որ կրակոցների տակ խոսելը բարդ է։ Եվ այս միջավայրով իրենք նպաստել են խաղաղության կայացմանը։ Ես կրկին շարունակում եմ պնդել, որ Միացյալ Նահանգները օվկիանոսի ցանկում գտնվելով հսկայական դրական ազդեցություն են ունեցել կրկին խաղաղության հաստատման գործընթացում, նույն այս հարթակը մեզ տրամադրելով բանակցային եւ ներկա չլինելով սենյակում իրենց սեփական օրակարգով։ Միացյալ Նահանգները տրամադրել են մեզ հարթակ, չպնդելով որևէ այլ երրորդ օրակարգ։ Նրանք հավատացել են խաղաղության օրակարգին եւ մեզ աջակցել դրանով խաղաղություն, որը կրկին հիմնված է պետությունների սուվերենության, տարածքային ամբողջականության հարգման հիմքով։ Իսկ ինչ վերաբերում է այստեղ դուք Թուրքիայից խոսեցիք, ես մի քանի անգամ ձեր տաղավարում ասել եմ եւ զգացել եմ, հա, որ դրա համար թիրախավորվում եմ, բայց ես որևէ պահի տարածաշրջանային համագործակցությունը չեմ հակադրել ԵՄ Միացյալ Նահանգներ համագործակցությանը, որտեղ ես հավատում եմ, որ դրանք իրար չհեռացնող, այլ փոխլրացնող գործընթացներ են, ինչպես ԵՄ-ի պարագայում այն ամբողջությամբ իր տրամաբանությունը ԵՄ-ի տարածաշրջանային համագործակցության վրա, նույնքան էլ չեն կարող հերքել, որ թե Միացյալ Նահանգների համար, թե Եվրոմիության համար Թուրքիան կարևոր գործընկեր է եւ հատկապես ԵՄ էներգետիկ բլոկի առումով կարևոր գործընկեր է Ադրբեջանը եւ մենք ոչ թե պետք է այսպես հակադրությունների վրա կառուցենք համագործակցությունը, այլ ուղիղ հակառակը փոխշահավետության հիմքով կառուցենք հարաբերությունները ԵՄ եւ ԱՄՆ մեր գործընկերների հետ։ Տեսեք, այս օրերին ընդհանուր Սերգեյ Լավրովի մակարդակով հնչում են այսպես կոչենք մտահոգություններ, որ ինքը հուսով է
դուք Հայաստանի իշխանությունը հասկանում եք, որ ԱՄՆ-ն եւ Եմեն գալիս են տարածաշրջան կամ Հայաստանում են բարի մտադրությունների անվան տակ նպատակ ունենալով Ռուսաստանի շահերը ճնշել, վնասել նրան եւ թեև Ալեն Սիմոնյանը նույն Լավրովին ասում է թե Հայաստանի իշխանությունը ունի հակառուսական ծրագրերում ընդգրկվելու մտադրություն, բայց կա վստահություն, որ այս մտահոգությունները ամեն դեպքում հնչելու են, ինչպես եք դուք կառավարելու ռիսկերը Ռուսաստանից, որպեսզի այս գործընկերությունները հավելյալ չթիրախավորեն Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ աբսուրդային հնչի, այդ պատճառով թիրախավորումները, բայց մենք ապրում ենք այդպիսի աշխարհում։ Նախ եւ առաջ ռուսաստանցի որոշ կենտրոններ պետք է հանգիստ թողնեն մեր քաղաքացիներին։ Բավարար է, ինչքան իրենք տարբեր մանիպուլյացիաներով մեր քաղաքացիներին պահեցին տագնապի մեջ եւ դա տեղի ունենում Սոլովյովյան հարցազրույցների հաղորդումների ընթացքում եւ տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններով։ Ես կարծում եմ, որ հանգիստ է պետք թողնել հայ ժողովրդին, դադարել իրենց պահել տագնապի եւ վախի մթնոլորտում եւ չդեմոնիզացնել բոլոր այն գործընթացները, որտեղ մենք գտնվում ենք։ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը, խորհրդարանը բաց է իր ռուսաստանցի գործընկերների հետ։ Ես գնահատում եմ այն բաց երկխոսությունը, որը տեղի է ունենում պաշտոնյաների միջև եւ կարծում եմ, որ երբ որ մենք խոսում ենք խաղաղությունից, խոսում ենք հանդարտվելուց, դա ներառում է նաև լայն տարածաշրջանը։ Եվ ինչպես Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ մենք պահանջում ենք, որպեսզի հարաբերությունները կառուցվեն փոխշահավետության երկուստեք հարգանքի մթնոլորտում, նույնը ակնկալում եմ մեր ռուսաստանցի գործընկերներից, մեր հարաբերությունները պետք է կառուցվեն որպես երկու սուվերեններ, ովքեր հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ինքնուրույն որոշում կայացնելու մեր սուվերեն իրավունքը եւ եթե դադարեն ռուսական տարբեր ալիքներում, մեդիա հարթակներում հնչող հայտարարությունները, ես վստահ եմ, որ էականորեն կբարելավեն այս հարաբերությունները։ Դերևի իրենց ասացի միտքը այն է, որ առաջնահերթ Ռուսաստանի շահերը պետք է հաշվի առնենք, հետո զենք կգնեք, չգիտեմ, ատոմակայան կկառուցեք եւ այլն, դա արդեն երկրորդ կողմն է, էլի, այսինքն եթե Հայաստանի շահը առաջնահերթ լիներ տվյալ անձի պաշտոնյայի համար, նա իհարկե այսպես չէր խոսի, որովհետեւ պարզ հասկանում է, որ ատոմակայան կամ ԱԲ համագործակցությունը կամ նույն Թրամփի ուղին ավելի շատ Հայաստանի կարիքից ելնելով գործընկերություններ են, ինչ կարող եք ասել այս մասով։ Կարող եմ ասել, որ ես ամբողջությամբ հասկանում եմ, որ ամեն երկրի պաշտոնյա, կլինի արտգործնախարար, նախարարներ, իրենք հանդես են գալի իրենց երկիրը հետաքրքրող հարցերի դրամաբանությունից եւ ծիրում, խնդրում եմ հարգել նաեւ այն դրամաբանությունը, որում գտնվում ենք նաեւ մենք, սպասարկել Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Տեսեք, փոխնախագահ Վենսին նամակով դիմել է նաեւ բանտում գտնվող Բագրատ arczepiskopos Գալստանյանը օրեր առաջ էր հրապարակվել խնդրելով Ալիևին եւ Փաշինյանին փոխանցել, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի եկեղեցու դեմ շարունակական հալածանքները, կոչ անել նրանց ազատել իրենց քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող 20 հայերի եւ Հայաստանում ազատազրկված հոգեվորականներին եւ հայե աջակիցներին, ու նաեւ խաղաղության process-ում ներառել եկեղեցուն, ինչպես եք մեկնաբանում։ Գիտեք, շաբաթներ առաջ վերադարձա ԵԽԽՎ-ից, որտեղ հերթական անգամ զեկույցում նշվեց, որ Հայաստանում չկան, այս քաղբանտարկյալների մասին որևէ դրույթ չկար, այս երեկ էլ եթե չեմ սխալվում Միացյալ Նահանգներից զեկույց հրապարակվեց, որտեղ կրկին քաղբանտարկյալների մասին խոսք չկա։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է բոլորիս համար, որ այն մարդիկ, ովքեր գտնվում են կալանքում, հա, այս պահին կամ տնային կալանքում եւ այլն, չեն ենթարկվում քաղաքական հետապնդման, որովհետեւ այսպես չես կարա հեղաշրջման կոչ անել եւ ակնկալել, որ դրան որևէ հետևանք չի լինի։ Մենք հարգում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ առաջնորդվում դրանով, ինչ վերաբերում է երկրորդ մասին, եկեղեցու նկատմամբ հալածանքներին, կրկին վկայակոչելով ԵԽԽՎ զեկույցը, որը քվեարկվեց եւ ընդունվեց խորհրդարանի կողմից, Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ հալածանք եկեղեցու նկատմամբ, կա եկեղեցու որևէ մի քանի սպասավորի եւ այսպես կարող ենք ձևակերպել իշխող մեծամասնության միջև անհամաձայնություն
հանուն եկեղեցու, այսինքն մեր կողմից հանուն եկեղեցու, իսկ իրենց կողմից հանուն եկեղեցու, ես չգիտեմ, ինչով են իրենք զբաղվում, անկեղծ ասած, որովհետև եթե մարդը հավատում է Աստծուն եւ հավատում եւ կրում է քրիստոնեական արժեքներ, օր առաջ պետք է լքի վեհարանը այսպիսով ազատագրելով մեզ, իրեն եւ հայ ժողովրդին պատանդի կարգավիճակից։ Իսկ եթե Վենսը գնա Էջմիածին կամ Վենսը վարչապետին ասի, որ դադարեցրեք հալածանքները, Գարգին երկրորդը մնա կաթողիկոս եւ այլն, ո՞րն է լինելու ձեր։ Ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգների փոխնախագահան առաջնորդվում է ինստիտուտներով, ինստիտուտներից եւ նկատի ունեմ ոչ միայն հայկական, այլ նաեւ այն բոլոր ինստիտուտները, որոնք մոնիտորինգ են ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, այնտեղ որևէ բան չի կարող լինել եւ չկա եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին, ասեմ ավելին, կրկնում եմ, խոսույթը հետեւյալն է, որ այն տեղի ունենում դա եկեղեցու մի քանի սպասավորի եւ իշխանության միջև է, այսինքն հստակ ուղերձ եւ արձանագրում կա, ասեմ դրանից էլ ավելի ես վստահ եմ, որ Վենսը ուսումնասիրել է տարբեր, վստահ եմ Միացյալ Նահանգները առնվազն ունեն տարբեր զեկույցներ, առայն թե ինչպես են այլ պետություններ փորձում ներքաղաքական օրակարգեր թելադրել եկեղեցու միջոցով եւ քանի որ նաեւ ԱԱԾ-ն է բացահայտել ուրեմն Կտրիչ Ներսիսյանի եղբոր Կարոմ անվանունով գործակալ լինելու հանգամանքը եւ դա այլևս որևէ մեկի կողմից չի վիճարկվում այս փաստը, վստահ եմ, որ կարող է տեսնել այն ամբողջ պատկերը, որը մենք նկարագրում ենք։ Դեմությունն ասում է արևմուտքին ներկայացնում եք, որ Ռուսաստանի ազդեցության դեմ ենք պայքարում, որ Սամվել Կարապետյանի քաղբանտարկյալը չորակեն եւ մյուս կալանավորված հոգեվարականները նույնպես։ Այսինքն ձեզ աջակցեն, քանի որ պայքարում եք Ռուսաստանի ազդեցության դեմ։ Ես կրկին կառաջարկեմ մեր ընդդիմությանը չթերագնահատել Միացյալ Նահանգների տարբեր ինստիտուտների, այսինքն այսպես շատ լավ առաջարկում եմ կրկին պետությունների ինստիտուցիոնալ կարողությունը չթերագնահատել եւ հասկանալ, որ այդ մարդիկ նախ եւ առաջ շփվում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչների հետ, այլ քաղաքասարայության, հավանաբար նաեւ ընդդիմության եւ ուրեմն ընդդիմության բացատրությունները համոզիչ չեն եղել։ Առնվազն ԵԽԽՎ-ում իրենք էլ իրենցից այսպես էին բողոքում, որ բավարար համոզիչ չեն եղել։ Կրկնում եմ, բոլոր միջազգային կառույցները գնահատել են իրավիճակն ըստ էության, փաստացի, մենք երբևէ որևէ բան մեզնից չենք հորինում, մենք առաջնորդվում ենք բացառապես փաստերով եւ կարծում եմ փաստերն առավել քան խոսուն են։ Այսօր նաեւ ցույց է ընթանում, որպեսզի փոխնախագահ Վենսի ուշադրությունը հրավիրեն Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու հարցում, արդյոք Հայաստանի իշխանությունը այս հարցը բարձրացնում է Վենսի կամ ընդհանրապես ամերիկյան կողմի առաջ, թե գործում է այս քննադատության բովանդակություն, որ անգամ խոչընդոտում եք միջազգային ջանքերին, հատկապես ռազմաքաղաքական ղեկավարներին վերադարձնել, քանի որ նրանցից որոշները ձեր քաղաքական պոտենցիալ հակառակորդներ են։ Ես հիշում եմ տեսանյութը, որ տարածվում էր այսպես կտրտած եւ մոնտաժված, որտեղ իբր վարչապետը, երբ որ նախագահ Թրամփը խոսում է գերեվարված եւ այլ պահվող անձանց մասին, իբր չի ցանկանում շարունակել, մինչդեռ ակնհայտ է մեր տարածված տեսանյութից, ամբողջական տեսանյութից, որ վարչապետը ինքն է խոսում առաջին հերթին այլ պահվող անձանց վերաբերյալ, բայց ձեր հարցի պատասխանը կրկին ստիպված եմ ցիտել ԵԽԽՎ զեկույցը, Progress Report այսպես, առաջընթացի զեկույցը, որտեղ որ հստակ է, որ խորհրդարանական վեհաժողովը կոչի անում Ադրբեջանը օր առաջ ազատել պահվող անձանց եւ ակնհայտ է, որ սա նաեւ տարված աշխատանքի արդյունք է։ Տեսեք, մի օր վարչապետ Փաշինյանը եւ Ալիևը ստանում են Զայդ միջազգային խաղաղության մրցանակ, մյուս օրը այս մարդիկ ցմա դատապարտվում են կամ ավելի 20 տարի եւ այլն, սա արդյոք անկեղծության պակաս չի Բաքվից։ Եվ արդյոք սա չի վկայում նաեւ, որ Հայաստանի իշխանությունը մի տեսակ կույր չհաշվարկված սին լավատեսություն ունի խաղաղության process-ի նկատմամբ։ Մենք շարունակում ենք աշխատել օր առաջ բոլորին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, այս մասով աշխատանքներ միշտ տարվել են, ամեն օր տարվում են։ Կնճռոտ հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ մնացել են, այո, միանշանակ մնացել են։ Արդյոք կա ավելի բարենպաստ միջավայր կնճռոտ հարցերը հասցեագրելու եւ լուծելու, միանշանակ ոչ։ Եթե ընդդիմության ներկայացուցիչները ցես տաղավարում ասեն, որ ինչ խաղաղություն եւ որ կան դեռ պահվող անձինք կամ Ադրբեջանը չի հեռացել
Հայաստանի սուվերեն տարածքից եւ եթե ստեն, որ միայն դա բանակցելուց հետո խաղաղության պայմանագիրը կստորագրեն, իրենք մոլորեցնում են մեր քաղաքացիներին, ստում եւ մանիպուլացնում են, որովհետեւ փորձը ցույց տվեց, որ կնճռոտ հարցերը լուծվում են բանակցությունների ընթացքում, բանակցելիս եւ ոչ թե հակադրվելիս կամ ավելի վատ պատերազմական գործընթացում։ Դուք գործադրում եք ջանքեր, որ Ռուբեն Վարդանյանին չվերադարձնի Ալեվը, որովհետեւ վտանգ եք տեսնում։ Լկտի սուտ է։ Ոչ, նման բան անհնար է, մենք բանակցում ենք բոլոր գերեվարված անձանց եւ այլ պահող անձանց օր առաջ վերադարձի շուրջ։ Տեսեք, ստորագրում հնարավոր է պայմանագրի, երբեմն այսպես շշուկներ են տարածվում այդ մասին, որ ընտրություններից առաջ կարող է Իլհամ Ալիևը ձեզ քաղաքական աջակցություն ցույց տալ եւ ստորագրել խաղաղության համաձայնագիր։ Խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրել այսօր, վաղը մենք պատրաստ ենք այն ստորագրել, խաղաղության պայմանագիրը հրապարակված է, գաղտնազերծված է եւ ես որևէ պատճառ կամ առիթ չեմ տեսնում այն օր առաջ չստորագրելու համար։ Ակնկալում ենք ադրբեջանական կողմից, որ կստորագրի կրկին այսօր վաղը հնարավորինս շուտ, որովհետև այն բոլոր խնդիրները, որոնց մասին առնվազն հանրային իրենք խոսում են, չի արտացոլում ճշմարտությունը, դրանց մի մասը հասցեագրված է խաղաղության պայմանագրով, մյուսին արձագանքել է սահմանադրական դատարանը։ Բայց ընդդիմությունը մյուս կողմից չէ ասում ենք պատերազմ ենք սկսելու գալով իշխանության։ Այո, որտեղ բավարար գոնե գիտակցություն ունեն, որ ուղիղ չասեն, բայց այն ինչ որ իրանք ասում են, ուղիղ պատերազմ է նշանակում։ Դե եկեք հասկանանք, արդյոք պատերազմ է ասելը, որ մենք Հայաստանի ավելի շահավետ դրույթներ կառաջարկենք խաղաղության համաձայնագրում։ Օրինակ պարոն Քոչարյանը վերջերս ասում են ԱՄՆ վկա է երաշխավոր չի, հետևաբար եւս մեկ փաստաթուղթ պետք է ստորագրել Ադրբեջանի հետ, չգիտեմ ԱՄՆ-ին էր առաջարկում թե Չինաստանը եւ Ռուսաստանը, բայց եւս մի թուղթ ստորագրել խաղաղությունը երաշխավոր։ Ցավոք սրտի այսօր տեղի ունենում մի պատերազմ, որի անվտանգությունը երաշխավորված էր մի քանի պետությունների կողմից։ Ռոբերտ Քոչյանի տեղեկատվությունը կամ առնվազն այն ինչ որ փորձում է հրամցնել քաղաքացիներին սուտ է։ Երկրորդը ավելի մեծ երաշխիք Միացյալ Նահանգների կողմից, քան այն մեծ ներդրումներն են, որ երբևէ Հայաստանի Հանրապետությունում արվել են, ես չգիտեմ։ Համտանգության երաշխիք նկատում։ Ես նկատում եմ տնտեսական հոսքերից, տնտեսական հոսքերը վստահեցնում եմ շատ ավելի ուժեղ երաշխիք են, քան մի քանի պետությունների ստորագրություն։ Իդեպ, եթե խոսքը վերաբերում է Չինաստանի եւ Ռուսաստանի շահերի մասին, վստահ եմ, որ ապաշրջափակման օրակարգից շահելու են նաեւ նրանք։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը միջև ղազախական ցորենը կհասնի մի քանի ուղղեբեր ուղարկել էր ցորենով, որովհետև կարճ ճանապարհը առնվազն իրենց համար նշանակում է ավելի մեծ շահույթ, իսկ Չինաստանը քանից հայտարարել է, որ միջին միջանցքով հետաքրքրված է եւ Հայաստանի ապաշրջափակման պարագայում մենք դառնալու ենք միջին միջանցք պրոյեկտի մի մաս։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, այն ինչ որ նրանք ասում են, արվում է մի նպատակով, ինչպես նշեցի հարցազրույցի սկզբում, դեմոնիզացնել ցանկացած գործընթաց, որը կմեկնարկի մեր կողմից, կտրվի մեկնարկ մեր քաղաքական թիմի կողմից, որպեսզի վախի մթնոլորտում գան իշխանության, այսպես գոյութենական վտանգ մտածել եւ գալ փրկել հայ ժողովրդին, որը ամբողջությամբ վայելում է խաղաղության օրակարգը։ Չկա այդ վտանգը գոյութենական։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխող մեծամասնությունը այս տարի ձեռք բերված եւ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածություններով կարողացել է Հայաստանի Հանրապետությունը դարձնել ավելի ինքնիշխան եւ սուվերեն, քան մենք երբևէ եղել ենք։ Տեսեք, մենք ընդդիմադիր դաշտում որոշակի միավորներ տեսնում ենք, ես խոսեմ խոշոր միավորներից, խոշոր իմ գնահատական չէ, էլի, տարբեր գնահատականներով Ռոբերտ Քոչարյանի ուժը, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժն է այսօրվա դրությամբ գոնե խորհրդանում, Գագիկ Ծառուկյանի շուրջ ինչ որ միավորման մասին տեղեկություններ կան, ըստ Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանը գերազանցել է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հղում էր անում ինչ որ հարցման, այսինքն ընդդիմությունը չի էլ թաքցնում 3 շարասյուներով առնվազն գնալ, ավելի շատ ձայն հավաքել ՔՊ-ից եւ իշխանազրկել։ Դուք ինչու եք համոզված, որ դա տեղի չի ունենա։ Թե
այդքան վստահ չեք։ Չէ, ես ավելի քան վստահ եմ, որովհետև նախ եւ առաջ ըստ էության բոլոր դուք նկարագրեցիք, իրենք իրենց բովանդակությամբ եւ էությամբ նախկին են, Հայաստանը ունե զրկած քաղաքական ուժեր են, Հայաստանը պարտության բերած քաղաքական ուժեր են, ովքեր որ մեկի օրինակը բերեմ, Հեցի օրինակը բերեմ եւ օր-օրի բացահայտվում է թե ինչպես են քաղաքացուն թալանել, Ռոբերտ Քոչարյանին օրինակ բերեմ, ով բանակցությունների ընթացքում Հայաստանի սուվերեն տարածքից մի մեծ հսկայական կարևոր ռազմավարական նշանակության մաս փորձում էր զիջել Ադրբեջանին, Գագիկ Ծառուկյանի մասին կարծում եմ կրկին ապօրինի բռնակած մասին օրենքով անցնում է։ Այո, չկան, շատ լավ կլինեն, բայց ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների համար առնվազն վիզուալ դեղյակները տեսանելի են եւ հակնհայտ է, որ օրինական գործունեությամբ զբաղվող եւ Լեռնային Ղարաբաղից ծանր վիճակում Հայաստան ժամանած մարդկանց համար նման դեղյակներ կառուցելը, նման բիզնեսներ կառուցելը, նման իրավաբանական ուրեմն կազմակերպությունում փայաբաժին ունենալը անհնար էր առանց ունեզրկման։ Դուք էլ 3 միլիոն պարգևավճար ստացաք։ Դուք հիմա հասկանում եք, չէ՞, համեմատության։ Նախ 3 միլիոն չենք ստացել, 3 միլիոն չենք ստացել, 3 միլիոն չենք ստացել, ավելի քիչ ենք ստացել, այդ թիվը չգիտեմ որտեղից է շրջանառվել եւ երկրորդը մենք խոսում ենք, այսինքն ես ու դուք խոսում ենք հիմա 2.4 միլիոնի մասին, որը բաշխվել է իմ նախորդ 6 ամիսների ընթացքում եւ հավելավճարն ինձ տրվել է ամսական 400,000 դրամ, այսինքն մենք իսկապես հիմա համեմատում ենք օրինակ Ծառուկյանի տներ, Ծառուկյան կարանք վերցնենք Սամվել Կարապետյան կարող ենք վերցնել եւ այլոց Ռոբերտ Քոչարյանի 200 միլիարդ դոլարը եւ համեմատենք իմ ամսական 200 միլիարդ դոլար եւ ես սխալ ասեցի Քոչարյանը 200 միլիոն դոլար էր։ Հա, միլիոն դոլար, այո։ Սա միայն իր հայտարարագրից։ Իդեպ, սա միայն այն որ նա ինքնուրույն հայտարարագրել է, ոչ թե այն որ կարող է լինել։ Այսինքն 400,000 դրամը հիմա համեմատեցինք սրա հետ, ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ անհամեմատել են, այո, մենք ստացել ենք հավելավճար կատարված աշխատանքի համար ամսական 400,000 դրամ, ուղղակի տրվել են միանվագ, ինչու են տրվել միանվագ կարող ենք քննարկել, բայց ես կարծում եմ, որ 400,000 դրամը այդեն գումարը չի, ինչին եթերաժամ արժե հատկացնել հիմա։ Մարտին սահմանադրության նոր նախագիծն է հրապարակվելու եւ ընդհանրապես այն նախաբան չի ունենա, եթե իրագործվի Նիկոլ Փաշինյանի այդ մտադրությունը իր կարծիքը, ասում էր ես կարծում եմ որ պետք է չունենա, ինչ էլ ասեք, սա չի նշանակում ամեն դեպքում Ադրբեջանի պահանջը կատարվեց եւ անկախության հռչակագրին հողումը հանվեց։ Ես այս մասին կարծեմ ձեր տաղավարում խոսել եմ, անկախության հռչակագիրը ինչ է, եկեք մի հատ մեր քաղաքացիների համար պարզաբանումը ցնենք, էլի։ Անկախության հռչակագիրը Գերագույն խորհրդի կողմից ընդունված մի փաստաթուղթ է, որը ընդունվել է քվեարկության, քաղաքական գործիչների քվեարկության արդյունքում։ Իմ հետաքրքրությունը ինձ ստիպեց արխիվից վերցնել այն սղագրությունները, որոնք տեղի են ունեցել քննարկումների ժամանակ։ Դրանք քաղաքական քննարկումների արդյունքում ծնված փաստաթուղթ հայտարարություն է։ Անկախության հռչակագիրը հայտարարել է այդ պահի Հայաստանի Հանրապետության անկախությունը, որը մեծագույն արժեք է եւ սահմանել է առաջնահերթություններ, որոնք ցավոք սրտի նաեւ այդ պահի քաղաքական կոնսենսուս են եղել, ինչ եմ ասում ցավոք սրտի, որտեղ ակնհայտորեն փորձել են հիմնարար փաստաթղթում կոնսենսուս ձևավորել, մինչդեռ ես կարծում եմ, որ զիջումները չպիտի գնային, ինչևէ, եւ նաեւ սահմանել է առաջնահերթություններ, որոնք մի քանի օր անց էլ խախտել է, հա, եթե միավորման ակտին են հղումանում։ Եվ ինչու եմ այսքան նկարագրում, հա, մեր քաղաքացիներին սա ներկայացվում է որպես մի բան, ինչը վերաքվեարկման կարիք ունի։ Ես կարծում եմ, այդ պահին ընդունված քաղաքական հայտարարության տեքստը, որ հռչակում է անկախությունը, վերաքվեարկման իմաստ կարիք ընդհանրապես չունի։ Դա մի բան է, ինչը տեղի ունեցել կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Գերագույն խորհրդում իդեպ, եւ դրանից հետո դա վերահաստատել վերաքվեարկմամբ մեր քաղաքացին, ես կարծում եմ անտրամաբանական է առնվազն, դրա համար ես չեմ ծանոթացել դեռևս այդ մարտին ակնկալում ենք Տիկին Գալյանն ասեց, որ կլինի նախագիծը, ես անձամբ խոսելու եմ անկախության հռչակագիրը նոր նախագծում զետեղելու անտրամաբանության մասին։ Պահանջելով Ադրբեջանի Ես Ադրբեջանին չեմ ուզում դարձնեմ իմ ներքաղաքական քննարկման մաս։ Այն պահին, որ Ադրբեջանը մտավ այս սահմանադրության մասին խոսակցության մաս դարձավ, իմացեք պարտվել ենք։
որովհետև մենք չպետք է թույլ տանք, որ որևէ այլ երրորդ պետություն մեր հիմնարար փաստաթղթի ձևավորման ընթացքում դրա մաս դառնա։ Այն պահին, որ այլ երրորդ պետություն իր խոսքն է ունենում, իր ազդեցությունն է ունենում, դա ժողովրդավարության ներքաղաքական գործընթացների պարտության ազդակ է։ Ես ուզում եմ իմ քաղաքացիներին բացատրել, թե ինչպես եմ ես դիտարկում անկախության հռչակագիրը, եթե պետք է այդ սղագրությունները հանրային դարձնենք եւ քննարկենք արդյոք հայտարարության տեքստը, որ վաղն էլ կարա իդեպ խորհրդանում քվեարկությամբ ընդունվի։ Ինչ տեքստ հայտարարության ասած։ Անկախության հռչակագիրը իրավական տեսանկյունից հայտարարության տեքստ է, որը ընդունել է քվեարկության արդյունքում падգամավորները։ Այսինքն խորհրդանը ընդունի նախագիծ, որ այն իրավական Չէ, նկատի ունեմ, ուզում եմ քաղաքացիներին չէ, դրա մասին չէ, ուզում եմ քաղաքացիներին նկարագրեմ, թե ինչպես է այդ անկախության հռչակագիրը ընդունվել, որպեսզի իրենք պատկերացնեն, որովհետև մենք երկու ծայրահեղություն ունենք, մեկ դեմոնիզացնել ցանկացած գործընթաց, մյուսը չափազանց ռոմանտիկ նկարագրել կրկին իրավական գործընթացները։ Շնորհակալ եմ, ինչ որ բան հուշում եմ, որ մարտին այս թեման գլխավորն է լինելու, շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Սոնա Ղազարյանին։